քաղաքացիական պայմանագրի մարդկանց Նիկոլ Փաշինյանի կարծիքով ինչի համար է եկեղեցին, ինչի համար է դա պետք, ինչպես կարող են իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունն ու իրավասությունը եւ հայտարարել, որ ես որպես քաղաքացի կարգալույծ եմ անում, ասենք վեհապարակ դու ով ես, հարգելից դու ով ես, դու սկի քո իշխանական գործառույթները չես կարողանում ապահովես, դու օրենքի եւ իրավունքի երկիր չես կարողանում պահպանես։ Երկրորդ փաստաբանին են կալանավորել վերջին երևի 10 օրվա ընթացքում։ Մեկը Մխիթարյան Ռուբենը ընդհանրապես հասկանալի չէ ինչի համար, այսինքն ոստիկանների դիմաց ձեռքերը վեր պահելով կանգնելով, լավ, ասենք մի տգետ ոստիկան օրինակ ձերբակալ է տարել է բաժին, չի հասկացել, չի կողմնորոշվել, լավ տգետ է չասենք, չի կողմնորոշվել, ձերբակալ է տարել է բաժին։ Բանալ են տեսանյութը, քննիչը, մյուսը, ի վերջո տարել են դատան են ներկայացրել այդ միջնորդությունը։ Չեն տեսել, որ այս մարդը ընդհանրապես որևէ բանի մեջ, որևէ ապօրինության մեջ ներգրաված չէ։ Կապ չունի, հաճելի չի իրանց, ընդդիմադիր շարժման անդամ է, փաստաբանը է էլ մի կոմենտարում եւ կալանք։ Կոչուբաևի մասով հասկանալի չի թե ինչ որակեցին, անգամ դա շատ սուր էր այդ խոսքը, շատ մարդկանց համար կարող անընդունելի էլ լինի, բայց մի հոդվածով որակեցին այդ արարքը, որ ընդհանրապես կապ չունի իր ասածի հետ։ Կարգապահական հարց չբարձրացրին, չգիտեմ, վիրավորանքի հարց չբարձրացրին, այլ բարձրացրին տեղեկություն հրապարակելու հարց, ինչի, որովհետև տվյալ հոդվածով քրեական սանկցիան այնպիսին է, որ հնարավորություն է տալիս տանել կալանքի, ընդհանրապես, որտեղ պետք է Կոչուբաևի նկատմամբ պետությունը ոչ իբրև որպես օրենքի պահապան, այլ որպես հասարակ շարքային մի չգիտեմ էլ ինչ ասեմ, հա, շարքային մի վենդետայի նկատմամբ ինքնադատաստան տեսնող սուբյեկտ կպարկեսներ գետնին, կնկարեր որպես ինչ-որ մարդկանց ցույց տա, էսա, այսինքն մեր երկիրը բողոքում է, որ կա վենդետաներ, մեծ խոսում է Նիկոլ Փաշինյանը, որ թե ինչ չեն կարևոր փառաքարում տեղի ունեցավ իր կարծիքով, հա, թեկուզ իր կարծիքը վերցնենք, վրեժխնդրություն, բայց նույն ինքը իրավապահ համակարգը իրենց կարծիքով իրենց վիրավորող փաստաբանի նկատմամբ ոչ թե օրենք է կիրառում, այլ վրեժխնդրություն։